25 հայտնի կանայք նամակով դիմել են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին խնդրելով հորդորել Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու մահագույժ հացադուլը։ Դիմումում ասվում է վեհապար հայր հայոց պատմության դժվարագույն այս պահին, երբ Բաքվի բանտերում ապօրինի դատավարության անվան ներքո խոշտանգվում եւ կեղեքվում են 23 հայ պատանդ գերիներ, ի թիվս որոնց բռնազավթված եւ էթնիկ զտման ենթարկված Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից Ռուբեն Վարդանյանն արդեն 22-րդ օրն է ինչ հացադուլի մեջ է Ալիևի վարչակազմից պահանջելով արդար դատաքննություն, ինչպես նաև ունենք շուրջ 80 բռնի անհետացած հայորդիներ, որոնց գտնվելու մասին Բաքուն դեռևս պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տրամադրում։ Մենք հայ կանայք, մայրերը անսասան հույսով եւ հավատով դիմում ենք ձեզ, հայցելով ձեր հայրապետական աջակցությունը, ամենայն հայոց կաթողիկոսի հայրական հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու մահագույժ հացադուլը, որն արդեն ունեցել է որոշակի քաղաքական ազդեցություն ժամն է անցնելու պայքարի այլ ձևերի։ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում կանտոնների խորհրդում մարտի 18-ին տեղի է ունենալու քննարկում նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովմանը։ Բանաձևի համաձայն կազմակերպվելիք համաժողովի նպատակն է լինելու դյուրացնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձի շուրջ, միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ։ Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթման պատճառով մոտ 300 ընտանիք շուրջ 1000 մարդ տարհանվել է։ Ըստ Conrad աղետների վտանգի նվազեցման ազգային ծառայության տվյալների շուրջ 30,000 մարդ վտանգի տակ կարող է հայտնվել։ Հրաբուխը սկսել է ժայթքել Կիրակի լույս երկուշաբթի գիշերը։ Այս պահին լավայի հոսքերը գնահատվում են որպես թույլ եւ չափավոր։ Փրկարարները զգուշացնում են, որ մոխրի ուժեղ թափման վտանգ կա։ Տեղի փորձագետների կարծիքով ներկայ ժայթքումից ավելի քան 5000 քառակուսի կիլոմետր տարածք կարող է տուժել։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Ստիվ Ուիթքովը պլանավորում է Մոսկվա այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Ըստ հրատարակության տվյալների Ուիթքովի այցը տեղի կունենա ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Վաշինգտոնի ջանքերի համատեքստում։ Ենթադրվող ամսաթիվը չի նշվում։ Փետրվարի կեսին հենց Ուիթքովն էր մեկնել Մոսկվա Ռուսաստանի կողմից ազատ արձակված ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից եւ ուսուցիչ Մարկ Ֆոգելին տուն տանելու համար։ Ուիթքովը նաև ակտիվորեն մասնակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված շփումներին։ Բաքվի ռազմական դատարանում այսօր վերսկսում է 22 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի գործով հերթական դատական լսումները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի։ Նշենք, ըստ մասնագետների 17-18-րդ օրն արդեն հացադուլը սկսում է վնասակար ազդեցությամբ քայքայել ներքին օրգան համակարգը, իսկ Ռուբեն Վարդանյանը 22-րդ օրն է գտնվում հացադուլի մեջ։ Անցած շաբաթ հրապարակված լուսանկարներում նա խիստ հյուծված տեսք ուներ եւ նրա դեմքին կային կասկածելի տրավմատիկ կապտուկներ։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են առկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում Ղազախստանի իր պաշտոնակից Մուրադ Նուրտլեուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իբր Հայաստանի Հանրապետությունն դեռևս պահպանում է տարածքային նկարտումները Ադրբեջանի նկատմամբ, որ դա խոչընդոտ է Բաքվի եւ Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին։ Արդեն բավական մեծ ճանապարհ է անցել միջպետական հարաբերությունների կարգավորման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում, չնայած դրան տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։ Հիմնականներն են Հայաստանի սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրի սրընթաց ռազմականացումը, աճող ռևանշիստական տրամադրությունները, ասել է Բայրամովը։ Եվրախորհրդարանը մարտի 12-ի լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը։ Այս մասին գրել է NV.am-ը։ Եվրախորհրդի լիագումար նիստում մարդու իրավունքների ժողովրդավարության եւ օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեպատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները խորագրի ներքո։ Նույն հարցի առնչությամբ հրատաբանաձևը քվեարկության կդրվի մարտի 13-ին։ Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռը մի շարք այլ օդանավերի հետ ստիպված է եղել վայրէջք կատարել Սամարայում։
Սամարայի Կուրումոչ միջազգային օդանավակայանը, որը պայեստային օդանավակայան է, այսօր առավոտյան ընդունել է Մոսկվայի 10 չվերթ։ Այս մասին Ինտերֆաքսին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշկեկից, Կարչից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից եւ Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել Մոսկվայի 10 չվերթ։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ, ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու բաց թողումը։ Քրդերը համաձայնել են իրենց քաղաքացիական ու զինված կառույցներն ինտեգրել Սիրիայի պետական կառույցներին։ Այս մասին ասվում է Սարայի նախագահի գրասենյակի երկուշաբթի օրը հայտարարության մեջ։ Քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարությունը համաձայնագիր է ստորագրել Դամասկոսում Սիրիայի պաշտոնական կառավարության հետ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավարության բոլոր քաղաքացիական եւ զինված կառույցները պետական կառույցներին ինտեգրելու վերաբերյալ։ Պարոն Ահմադ Ալ-Շարայի եւ Մազլում Աբդիի հանդիպման արդյունքում երկուշաբթի օրը ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը ներառում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բոլոր քաղաքացիական եւ ռազմական կառույցների ինտեգրումը Սիրիայի պետական կառույցներին, ներառյալ սահմանային անցակետերը, օդանավակայանները, նավթի եւ գազի հանքավայրերը, նշվում է հայտարարության մեջ։ Համաձայնագրում նշվում է նաեւ, որ քուրդ բնակչությունը սիրիական պետության անբաժանելի մաս է եւ ունի քաղաքացիական իրավունքներ համաձայն երկրի սահմանադրության։ Այսօր ստորագրված համաձայնագրով կողմերը համաձայնության են եկել նաեւ ամբողջ Սիրիայում հրադադարի մասին։ Կանադայի արդեն նախկին վարչապետ Ջասթին Տրյուդոն պաշտոնը լքելիս աթոռը վերցրել է իր հետ։ Reuters-ի լուսանկարիչի կողմից արված լուսանկարն անմիջապես տարածվել է սոցիալական ցանցերում։ Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մեղսագրվող արարքը չկատարելու հիմնավորմամբ։ Այս մասին Ավետիսյանը գրառում է արել Facebook-յան իր էջում, կից լուսանկարներ հրապարակելով, որտեղ համապատասխան որոշումն ու Ավետիսյանից առգրաված զենք զինամթերքն են։ Այս ամենը դիտավորյալ են անում, ուզում են քո հեղինակության հետ խաղան, ուղղակի քաղաքական հետապնդում է, իրենք թիրախավորված դիտավորյալ անում են։ Նպատակն այն չէ, որ կալանավորի, մեկուսացնի, այլ քեզ փչացնի ու վախեցնի, որ դադարես ընդդիմանալ, գրել է Հովհաննես Ավետիսյանը։ Արդեն 11 օր շարունակ հացադուլանող ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանի առողջական վիճակը կրկին վատացել է։ Ազատության հրապարակում շտապօգնության ծառայությունը ստուգում է նրա սրտի վիճակը համապատասխան օգնություն ցուցաբերելու համար, հայտնում են լրատվամիջոցները։ Մարտի 11-ին ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս։ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ։ 8 անձ դուրս է եկել, իսկ մեկն անհետ կորել է։ Դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության, փրկարարության ծառայության, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պակիստանում ահաբեկիչները հարձակվել են գնացքի վրա եւ պայթեցրել ռելսերը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ահաբեկչական Բելուջիստանի ազատագրման բանակ խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, պնդելով, որ ավելի քան 100 ուղևոր է պատանդ վերցրել։ Լեհաստանում կալանավորվել է ուկրաինուհի, ով Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման կազմակերպված հանցավոր խմբի կազմում 56 երիկամ վաճառելու համար։ Այս մասին ասվում է Լեհաստանի դատախազության հաղորդագրության մեջ։ Գործակալության տեղեկատվության մեջ նշվում է, որ 35-ամյա Քսենիա Պ-ն ձերբակալվել է Լեհաստանի եւ Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում Ինտերպոլի կարմիր ծանուցման ներքո։ Դեռ հայտնի չէ, թե ինչու կինը Ղազախստանի բանտում չի գտնվել դատավճռի կայացումից հետո։ Քսենիա Պ-ն Ինտերպոլի կողմից հետախուզվում էր 2020 թվականից։ Նրան կարտահանձնեն Ղազախստան։ Կինը եղել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամ, որը 2017-ից 2019 թվականներին ապօրինաբար հեռացրել է մարդկանց հյուսվածքներն ու օրգանները եւ դրանք վաճառել սև շուկայում։ Բանդայի գործունեությունից տուժածներ կան Ղազախստանից, Ադրբեջանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ղրղստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Թայլանդից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 11-ի որոշմամբ Նանե Ղազարյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ։ Ղեկավարվելով հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով Նանե Ղազարյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ ասված է որոշման մեջ։ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Սեդա Մելքումյանը ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Ղեկավարվելով քաղաքացիական ծառայության մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 37-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով Սեդա Սմվատի Մելքումյանին 2025 թվականի մարտի 11-ից ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից, նշված է որոշման մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում իթևս այլ հարցերի քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հարցը։ Հնարավորություն է ստեղծվել եղբայր Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ կարևոր թեմաներ, մասնավորապես Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը, ասել է Էրդողանը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հաղթահարել է կրիտիկական փուլը։ Բժիշկները նրա վիճակի կայուն բարելավում են արձանագրել։ Պապի վիճակը կայուն է։ Նախորդ օրերին նկատված բարելավումներն էլ ավելի են ամրապնդվել, ինչը հաստատվում է ինչպես արյան անալիզներով, այնպես էլ կլինիկական արդյունքներով, ասվում է Վատիկանի Vatican News լրատվական պորտալի հաղորդագրության մեջ։ Սակայն ինչպես նշվում է, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, Հռոմի Պապը պետք է բուժումը շարունակի ստացիոնար պայմաններում։ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են եւ դրանց մակարդակն ու ձևաչափը հաճախ համաձայնվեցվում են օպերատիվ կերպով։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վետքոֆի Մոսկվա այցի հնարավորությունը։ ԱՄՆ-ի հետ երկկողմ շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են։ Դրանց մակարդակն ու ձևաչափերը հաճախ շատ արագ համաձայնեցվում են աշխատանքային ռեժիմով։ Մենք տեղյակ կպահենք, երբ իրադարձությունները զարգանան, ասել է դիվանագետը։ Ավելի վաղ Վիտքոֆը հայտնել էր, որ ակնկալում է հինգշաբթի օրը մարտի 13-ին Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ-ին կանադական մեքենաներ, էներգիա կամ փայտանյութ պետք չէ եւ Կանադայից ներկրվող բոլոր ապրանքները ապրիլի 2-ից կենթարկվեն ԱՄՆ 25% մաքսատուրքերի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կանադան օգտվում է մաքսատուրքերից, միշտ այդպես է եղել, բայց ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում սուբսիդավորել Կանադային։ Մեզ պետք չեն ձեր մեքենաները, մեզ ձեր փայտը պետք չէ, ձեր էներգիան պետք չէ եւ շատ շուտով դուք դա կհասկանաք։ Ամերիկան կրկին մեծ կդարձնենք, գրել է Nair Truth Social սոցիալական ցանցում։ Չնայած Կանադան ԱՄՆ-ից գանձում է 250-390% մաքսատուրքեր, մեր գյուղմթերքներից շատերի համար Օնտարիո նահանգը հենց նոր հայտարարեց էլեկտրաէներգիայի 25% մաքսատուրքերի մասին։ Ասել է Թրամփը, մեկնաբանելով Օնտարիոյի որոշումը 25% մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ, Մինեսոտա, Միչիգան եւ Նյու Յորք նահանգներ մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա։ Քանի որ մեր սակագները փոխադարձ են, մենք պարզապես ամեն ինչ հետ կվերադարձնենք ապրիլի 2-ին, ավելացրել է նա։ Կանադան Միացյալ Նահանգների էներգիայի հիմնական մատակարարն է։ 2024 թվականին նրան բաժին է ընկել ԱՄՆ նավթի ներմուծման մոտ 60%-ը, օրական մոտ 3.8 միլիոն բարել, բնական գազի ներմուծման 80%-ը մոտ 65 միլիարդ խորանարդ մետր եւ էլեկտրաէներգիայի զգալի մասնաբաժինը 40 տերավատ-ժամ, որը կազմել է ԱՄՆ ընդհանուր սպառման մոտ 1%-ը։ Օնտարիո նահանգի ղեկավարության որոշումը կանդրադառնա ամերիկյան մոտ 1.4 միլիոն տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների վրա, որոնք կախված են կանադական էլեկտրաէներգիայից։ Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին Ֆրանսիայի ազգային հավաքականում հանդես եկած հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաևին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ծաղրանկար է նվիրել։ Մարտի 9-ին Ջորկաևը նշել է ծննդյան 57-րդ տարեդարձը։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2000 թվականին Եվրոպայի չեմպիոն։ Լեգենդար ֆուտբոլիստը Ինտերի հետ նվաճել է UEFA-ի գավաթը։ Հայաստանը ցանկանում է ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական եւ մշակութային կապեր կառուցել Հնդկաստանի հետ։ Այս մասին Հնդկաստան կատարած այցի ժամանակ այնտեղի արտաքին գործերի նախարար Սուբրամանյան Ջայշանկարի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Առանձնազրույցից հետո կայացել է նաեւ նախարարների ղեկավարած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Միրզոյանը շեշտել է, որ հաճախակի դարձած
կազմվող հայցերը եւ համագործակցությունը միջազգային հարթակներում վկայում են երկու երկրների միջև գոյություն ունեցող շատ ակտիվ քաղաքական երկխոսության մասին։ Առանձնազրույցի ընթացքում Միրզոյանն ու Ջանշանկարը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրներ։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ Ջիդա քաղաքում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի եւ Ուկրաինայի միջև հարաբերությունները, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամին առաջվող վերջին իրադարձություններն ու հանգամանքները։ Գահաժառանգը Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված ցանկացած միջազգային ջանքի։ Զելենսկին Սաուդյան Արաբիայի ժամանել մարտի 10-ին նա բանակցություններից հետո հեռացել է Ջիդայից եւ չի մասնակցի մարտի 11-ին կայանալիք ամերիկա-ուկրաինական բանակցություններին։ Իսկ ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կհանդիպեն ամերիկյան պատվիրակության հետ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուելսը եւ ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Ստիվ Ուիթքոֆը։ Ուիթքոֆի կարծիքով Ջիդայում հանդիպումը թույլ կտա առաջընթացի հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Ուկրաինան իրականացրել է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ներով խոշորագույն գրոհ Ռուսաստանի Դաշնության վրա արձակելով 337 անօդաչու կազզո։ Ռուսաստանի Դաշնության հոբ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Սա Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակումն է 2022-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։ Նշվում է, որ 126 ԱԹՍ է խոցվել Կուրսկի, 91 Մոսկվայի եւ Մերձ Մոսկվայի, 36 Բրյանսկի, 25 Բելգորոդի, 22 Ռիազանի, 10 Կալուգայի, 8 Լիպեցկի, 8 Օրլովի, 6 Վորոնեժի, 3 Նիժգորոդի մարզերի օդային տարածքներում այս պահին Մոսկվայի մարզում հայտնի է 1 զոհի եւ 5 վիրավորի մասին։ Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետիովո եւ Ժուկովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանման եւ մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մցվել։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հարձակումը կապել է ԵՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի Մոսկվա կատարած այցի հետ։ Պաշտոնյան պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ ԱՄՆ-ից Ուկրաինա ռազմական մատակարարումները վերսկսելու, ինչպես նաև հետախուզական տվյալներ տրամադրելու մասին որոշում կարող է կայացվել, եթե ամերիկյան պատվիրակությունը գոհ հեռանա Կիևի ներկայացուցիչներից։ Այս մասին հայտնել է Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Տեսնենք, թե ինչպես կընթանա բանակցությունները վաղը։ Կարծում եմ, որ եթե մենք դուրս գանք հանդիպումից եւ գոհ լինենք դրանից, կկարողանանք զեկուցել նախագահին եւ կարծում եմ կընդունվեն որոշումներ ընթացիկ դադարի մասին, ասել է նա։ Ասադի իշխանափոխությունից ամիսներ անց Սիրիայի ժամանակավոր կառավարությանը ենթակա զինված ուժերը ներխուժել են Լաթաքիա եւ Տարտուս պայքարելու աշխարհազորայինների դեմ, որոնք աջակցում են հանրապետության նախկին նախագահ Բաշար Ասադին։ Գրեթե բոլոր քաղաքագետներն ու վերլուծաբանները առանց բացառության Սիրիայում կատարվողը բնութագրում են մեկ բառով՝ ցեղասպանություն է, որն ամենևին էլ 21-րդ դարին բնորոշ չէ։ Այժմ ընթերցվողը պարզապես նյութ չէ պատմության փոշոտ էջերում, այլ հիմա այս պահին մեր աչքի առջև արյունալի իրականություն է, որ կրկնվում է դարերով։ Քաղաքագետ Բենյամին Պողոսյանի համար Սիրիայում կատարվողը սպասելի էր։ Սիրիայում իշխանության են եկել ուժեր, որոնք սերտորեն կապված էին տարբեր իսլամական ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Եվ այն փաստը, որ այդ մարտիկի մահակում են կոստյումներ, դեռ ոչինչ չի նշանակում։ Հասկանալ է, որ վաղ թե ուշ հալածանքները փոքրամասնությունների, քրիստոնյաների, ալամիների նկատմամբ սկսվելու են, այնպես որ ցավոք սա այնինչ տեղի է ունենում, սպասելի էր։ Մարդիկ սպանվում են ընտանիքներով, մայր ու մանուկ եւ միայն իրենց հավատքի, իրենց ինքնության համար։
Աշխարհի քաղաքակրթության հետ զարգացող օրենքներն ու կանոնները ծածկվել ու սրբվել են արյան մեջ։ Խոստացված անվտանգությունը ժամանակավոր հարաբերական կայունություն է դարձել զուտ քաղաքական բանակցությունների համար, ինչպես աշխարհը լուր մարսեց Արցախից հայերի էթնիկ զտումն ու ժապավենով հանձնումը Ադրբեջանին, իսկ հետո Գազայի հրթիռակոծություններով պատերազմն ու ավերվածությունները, այնպես էլ Սիրիայի կրոնական պատկանելությամբ մորթը կմարսի, այսպես են մտածում Երևանում։ Տեսեք, հասկանալի է, որ Սիրիայում բավականաչափ ակտիվ հայ համայնք է, ես կասեի կար անուն արդարության, չմոռանանք, որ սկսած 2011 թվականից զգալի քանակությամբ հայեր Սիրիայից հեռացել են դեռ մինչև 2024 թվականի դեկտեմբեր Ասադի իշխանության տապալումը, բավականաչափ հայեր հեռացել են, տարբեր տվյալներով ես ենթադրում եմ երևի մոտ 40-45 հազար հայ կա հիմա Սիրիայում, հիմնականում կենտրոնացած են Հալեպում, որոշ քանակությամբ Դամասկոսում։ Իհարկե հայեր ապրում են նաև ծովափնյա շրջաններում, եւ մենք տեսանք, որ առնվազն 2 հաստատված զոհ ունենք ծովափնյա շրջաններում։ Վիճակը իհարկե բավականաչափ բարդ է, ամեն դեպքում կա դեսպանություն եւ կա նաև հիպատոսություն, որը շատ կարճ ժամանակով իր գործունեությունը կասեցրել էր, հիմա վերականգնել է, բայց հասկանալի է, որ ընդհանուր Սիրիայում, երբ կարելի ասել գործ ունենք գրեթե ձախողված պետության հետ, երբ շատ հաճախ պետական ինստիտուտները չեն գործում կամ լիարժեք չեն գործում, հասկանալի է, որ դժվար է նաև այսպես ասենք միանշանակ նույնիսկ տեղեկույց ստանալ, չեմ ասում ինչ որ կերպ ազդել տեղ ունեցող գործընթացների վրա։ Նույն արհավիրքն է Սիրիայում, եւ հարցն այլևս միայն այսօրվա մասին չէ, քանի դեռ միջազգային կազմակերպությունները շարունակում են ձևական գոյություն ունենալ։ Այն, որ միջազգային հանրություն կոչվածը եւ միջազգային կազմակերպությունները վերջին տարիներին գրեթե չեն գործում, դա փաստ է, ընդ որում հիմնականում դա կապված է հենց խոշոր խաղացողների միջև հակասություններով։ Նույն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում գրեթե որևէ բանադեպ չի ընդունում, որովհետեւ կամ Ռուսաստանն է վետո դնում, կամ Միացյալ Նահանգները, կամ Մեծ Բրիտանիան, կամ Ֆրանսիան, կամ Չինաստանը, նույնը ԵԱՀԿ-ն յուրաքանչյուր պետություն ունի վետո իրավունք, եւ շատ հաճախ մենք տեսնում ենք, որ այդ կազմակերպությունները դադարել են արդյունավետ գործել։ Հիմա սա փաստ է եւ բնականաբար ակնկալել, որ այսպես կոչված այդ ոչ հստակ միջազգային հանրությունը ռեալ կարող է ինչ-որ բան փոխել աշխարհի որևէ տարածաշրջանում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում, բնականաբար ոչ։ Միայն Սիրիան չէ, թե ընդհանրապես նայենք, տարբեր հակամարտություններ կան, հատկապես Աֆրիկայում, որոնք շատ հաճախ մեր ուշադրության կենտրոնից դուրս են, բայց այնտեղ էլ ցավոք սրտի շատ միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ տեղի ունենում։ Կներկան, որտեղ քաղաքացիները կարող են իրենց պաշտպանված զգալ։ Որքանով են համոզիչ Արցախի, Գազայի ու Սիրիայի հետ տեղի ունեցածից հետո խաղաղության թղթի շուրջ բանակցությունները։ Արդյոք մեր երկրում կլինի մի շրջան, որ բնակիչներն իրենց անվտանգ կզգան։ Քաղաքագետի կարծիքով ժամանակակից աշխարհում շատ քիչ վայրեր կան, որտեղ մարդիկ կարող են իրենց անվտանգ զգալ, եւ ցավոք այդ վայրերի թվում Հայաստանն այսօր չկա։ Վտանգներն են տարբեր, որոշ երկրներում կա արտաքին վտանգ, օրինակ Հայաստանի հետ կապված, որտեղ մենք անընդհատ լսում ենք Ադրբեջանի կողմից հռետորաբանություն, տվեք մեզ Անգեզուրի միջանցք, տվեք Արևմտյան Ադրբեջան, հակառակ բանակում մեզ ուժով կբացեն։ Շատ երկրներ կան, որտեղ այս արտաքին անվտանգային սպառնալիքը չկա, բայց կան մեծ թվով ներքին անվտանգային սպառնալիքներ, սկսած հասարակ անվտանգությունից, երբ մարդիկ նույնիսկ վստահ չեն, որ առավոտյան տնից դուրս գալուց երեկոյան հետ կվերադառնան տուն եւ կողոպուտի կամ այլ այսպես ասենք հանցագործությունների զոհ չեն դառնա։ Հետաբար ընդհանրապես վախենամ, մենք բոլորս պետք է ֆիքսենք, որ ապրում ենք մի աշխարհում, որտեղ անվտանգությունը գնալով դառնում է ավելի հարաբերական։ Սիրիայի ցավը ահազանգ է աշխարհում գերակայող անտարբերության մասին, եւ կյանքի բնական օրենքն է անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ ու ողբերգություններ։ Նիկոլ Փաշինյանը միացրել է հին ձայնասկավառակը նախկինների ու թալանը կոպեկ առ կոպեկ, բրաբուս առ բրաբուս հետ բերելու մասին։ Պատճառը Հայաստանի երկրորդ քաղաքում Գյումրիում մարտի 30-ին կայանալիք թիմ արտահերտ ընտրություններն են, որին ՔՊ-ն մասնակցում է քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գլխավորած ցուցակով։ Ընդդիմությունը համոզված է, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշն այնքան ցածր է, որ իշխող կուսակցությունը ոչ մի շանս չունի հաղթելու։ Ուստի վարչապետը գործի է դրել իր ողջ ռեսուրսները մեր Սարիկի շանսերը գոնե մի փոքր ավելացնելու համար։ Կիրակի օրը մարտի 9-ին նախընտրական քարոզարշավը դեռ չսկսած, Փաշինյանը ՔՊ-ի ողջ կազմով գնացել էր Գյումրի միջոցառումների մասնակցելու եւ քաղաքական սուր ելույթներ ունենալու։ Հայտարարեց, թե ընդդիմությունը Գյումրիում դուրս է եկել վերջին ճակատամարտի։ Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։
Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Մամուլը հիշեցնում է. Գյումրին տղմուտ կետը չէ, որ անցնես ու գոռաս ուռա։ This is Belgorod! Ժողովրդավարություն եւ անվտանգություն հասարակական կազմակերպության նախագահ քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը նույն օրը եղել է Գյումրիում եւ պարզապես ապշած է անվտանգության միջոցառումների եւ վարչական ռեսուրսների կիրառման այն ծավալից, որ գործի էր դրվել Գյումրիում վարչապետի ժամանման առթիվ։ Ասում է նույնիսկ Ստալինի, Բրեժնևի կամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար այդքան ոստիկանական ներուժ դժվար թե կուտակեին։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում Զոհրաբյանն ընդգծեց. չի կարող մարդ խոսել ժողովրդավարությունից եւ իր բառապաշարում օգտագործել նման արտահայտություններ, որոնք նույնիսկ Շուկշինյան հարբած մուժիկի կերպարի հետ համեմատելի չեն։ Դրան գումարենք իր ուղակի անընդունելի լեքսիկոնը իր կուսակցության օպոնենտներին, որոնցին կանվանեց առնետներ, որոնք դուրս են եկել եւ առնետներին պետքա նորից մտցնել իրենց տեղը, նկատի ունենալով ենթադրում եմ Գյումրու քաղաքապետի միուս տեխնացուներին, գիտեք զարհուրելի է, երբ որ այս մարդը, երբ որ ընկնում է ինքը էքստազի մեջ եւ երբ որ կանգնում է հերթական ընտրական փուլի առջեւ ինքը իր լեքսիկոնը, գիտեք, ես չգիտեմ, դա գավառական կներեք մուժիկի լեքսիկոն էլ չի, դա հարբած այդ Շուկշինյան լեքսիկոնով ասած հարբած մուժիկի լեքսիկոն էլ չի, էլի, չի կարող մարդը խոսել ժողովրդավարությունից եւ իր լեքսիկոնում օգտագործել ինչ ուզենամ թափ կտամ, կուզենամ մատ թափ կտամ, կուզենամ ուրիշ բան թափ կտամ, կներեք այս ձևակերպման համար քշինեմ, երեկել Գյումրիում առնետներ, որոնց պետքա մտցնել իրենց բունը, ել չեմ խոսում ծեփել ասֆալտին եւ այլն եւ այլն։ Ազգային ժողովի նախկին падգամավորը խորհուրդ է տալիս Փաշինյանին թալանը հետ բերելու մասին խոսելուց առաջ բացել Արցախի այն քաղաքների, գյուղերի, սրբավայրերի, հարյուրավոր եկեղեցիների, հազարավոր մշակութային կոթողների ցանկը, որն ինքն անձամբ իր ստորագրությամբ հանձնել է Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ եթե իշխանությունները չգնան ընտրակեղծիքների, քաղաքացիական պայմանագիրը չի կարող հաղթել Գյումրիում։ Ես վստահ եմ, որ եթե իրենք չգնան ընտրակեղծիքի, չգնան վարչական ռեսուրսի կիրառման, իսկ արդեն իսկ ես առավոտյան էլ ասեցի, որ տեղեկություն կա, որ բոլոր իշխանությունների համար ծառայած Սովրանոյի Արման անունով անձնավորությունը, դա խոսում են նաև Գյումրիում, դա խոսել են նաև Գյումրու ավականու անդամները, Ջավախքից մարդիկ է բերել եւ գնացել է Գյումրիում, նաև տեղեկություն կա, որ հնդիկներն են քվեարկելու մեր Սարիկի օգտին։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, առանց տոտալ ընտրակեղծիքների, առանց ընտրակաշարքի, իսկ ընտրակաշարքը այդ կներեք պարտադիր չի, որ քաշ փող բերեն դնեն ձեր գրպանը, դա նաև Գյումրու համայնքային բյուջեով այս ընտրական փուլում օրենքի օրինականության անվակ տակ տարբեր կարգի սոցիալական աջակցությունների տրամադրումն է։ Ես առաջարկում եմ Գյումրու ավականում այս փուլում չհաստատել, չքվեարկել որևէ սոցիալական աջակցություն անգամ օրենքի սահմաններում, որի իրական նպատակը բավականաչափ ծանր սոցիալական վիճակում գտնվող գյումրեցիներին օրենքի անունով կաշառք տալն է լինելու, չքվեարկել բոլոր ծրագրերը սոցիալական աջակցության իրականացնել մարտի 30-ից հետո։ Նշենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայանալիք թիմ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, 6 կուսակցություն եւ 3 դաշինք։ Դրանք են Կոմունիստական կուսակցությունը, Իմ հզոր համայնք կուսակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, Ապրելու երկիր կուսակցությունը, Մեր քաղաքը դաշինքը, Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Մայր Հայաստան դաշինքը եւ Եվրոդաշինքը։ Իսկ այժմ մարզական լուրերից շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 10 մասնակցով։ Ռումինիայի Ֆորի քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովանիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Վահան Նալբանդյանը, Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը։ Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում։ Այն կմեկնարկի մարտի 15-ին եւ
կեզրափակվի 26-ին։ Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում է 390 շախմատիստ։ Երևանում մարտի 11-ից 3-ը 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 11-ից 3-ը 12-ին սպասվում է նույնպես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-ից 3-ը 12-ին 16-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։